մշակութային գուսակցական ներկայացուցիչներ եւ հարգելի հյուրեր։ Մարդս կյանքի մեջ ուղղությունը պիտի ունենա, թե իր կյանքը ինչպես ընթացնե, որպեսզի իմաստավոր է։ Ոմանք գսեն ընտանիք պիտի ունենա, ուրիշները գսեն պիտի հարստանա, բայց ի վերջո եւ որ մահանա, ինչպես կուզե որ հիշվի, իմ կյանքս մացամբ եղած է առաքելություն։ Բժշկությունը առաքելություն է, ուրիշին ցավը ամոքելու։ Եկեղեցականները շատ լավ կհասկանան ադիգա, որովհետև իրենց կյանքը նվիրած են Աստծո եւ այդ ջամփուն վրա գչանան մարդուն ցավերը ամոքել։ Բայց մենք ուրիշ հարց ունենք, ասկային հարց։ Հայերս դարդղնած ենք եւ այդ պատճառով պիտի չանանք որչափ կարելի իրարու օգտակարը լավ, որպեսզի այդ ասկային ուղղությունը չվերանա։ Ուրեմն որպես բժիշկ որոշ տարիքեն ետքը արդեն թատրած։ Այդ ընթացքին ես կհետևի հայագիտության։ Ավարտած եմ Մուրադ Ռաֆայելյան վարժարան, վարժարանի մեջ քրաթարանի վերահսկիչ էի։ Ինչ որ կարևոր քիրքեր կային, բոլորը կարդացած են։ Ուրեմն հայր հեղինակներու եւ իմ դեցուչներս Աստված ոտանավորներ գկրեին։ Բայց երբ որ համալսարան սկսա հաջախել հռոմ, թատրեցուցի ամբողջովին։ Երբ որ ցդապան եղա, հաստատվեցա Լոս Անջելես, հայկական շրջանի մեջ էի։ Հերադեցինի մեջ ծրագիր ունեի հայոց ցեղասպանության մասին եւ բժշկության մասին։ Ուրեմն ինքնաբերաբար ներշնչումներ գուկայի մեջս։ Ինքնաշարժը վարելու ժամանակ միտքս որոշ երկտողներ, քարադողներ եւ այլն գուքենի մեքենան կանգնեցինեի գրի գարնի։ Ուրեմն իմ բանաստեղծություններս նախամտածված գերբով չեն գրված։ Ժամանակի ընթացքին անմիջականության հետևանքներ եղած են, ապրված կյանքս, շրջակա աստեցություններս եւ կապարներս։ Ուրեմն 2000-ի շրջանին էր, որ առաջին բանաստեղծություններու փունջը հրատարակեցինք Լոս Անջելեսի մեջ, անգե առաջալ երկրաշարժի շրջանին Հայաստանի մեջ էր։ Երբ որ Հայաստան հաստատվեցա 4-5 տարի առաջ, 2 տարի առաջ ծանոթացա Վահագնին։ Դեցա հիմա դիտկով եմ իրեն։ Ավելի լավ դուրս է լես։ Ուրեմն Վահագնը խելացի տղա է, կարող է, գազագերբիչ է եւ գաբեր ունի։ Այնտի անհրաժեշտ է նման անձը, որպեսզի իմ ծրագիրներս առաջ տանի։ Ուրեմն ինձ հիշա, որ քո բանաստեղծությունները կարելի է երգի վերածել։ Ասի լավ, ըստ երաժշտանոցի մեջ, կոնսերվատորի մեջ դիգին մգա հետաքրքրված է գուզե երգի վերածել, ասի թողոն է։ Ուրեմն մի քանի անգամ, որ ինքը արդեն նոտակրած էր, ավելի ճիշտ խազերու վերածած էր, եղանակը մտի գրե, պետք եղած փոփոխություններ անելու են ետքը, հաճող երգեր եղան եւ սկսան դարածվի։ Կարևորը ինչ էր, արեմմտահայերեն բարելով էր եւ հորինողը երաժշտակետը արևելահայր։
Ուրեմն հրադարագեցինք աս երկերու փունջը։ 5 երկեր են, սիրային, ազգային, հիմքի վրա է, որ ժողովրդի գոմե ընդունվեցավ։ Միաժամանակ ես ազգային գործունեություն կտանեի։ Ազգային գործունեություն ինչս է։ Լեզվական։ Հայերս մեծ հարց ունենք լեզվի վերաբերյալ։ Ունենք երկյուղ հայերեն և երկու ուղղակրություն, բացի ասկե օդար բարեր։ Ուրեմն, երբ որ մենք 10 տարի առաջ կնուրջս հետ որոշում ունենք, ինքը որոշեց ունեցվածքը բարձկահայերու գետրոն կամ ուշգուտային հոն նվիրել։ Հիմա գլանդելի մեջ մեր անունը գգրյատ գետրոնը, ես հանասի իդերթամ Հայաստան ունենանք դպրոց, ինչու համար դպրոց, մարդս մդայնապես, հոգեպես գգազմավորվի դպրոցի մեջ, դպրոց բարին արմադը թբիր է, թբիր կնշանագե քիդնական, ուրեմն դպրոցի մեջ աշակերտը քիդնագանի կվերածվի, և այդ քիդնագանը ուզեցի, որ իսկապես հայելնա։ Հիմա անվանի մեջ դպրոց ունենք, 1025 աշակերտ ունի, ուրդեղ գուսուցանվի նաև Հայաստանի առաջին դպրոցը, արեմդահայերեն, արեմդահայ քերականություն և սպիրքի ավելի ճիշտ քաղուտներու, հայ քաղուտներու պատմություն։ Ինչու համար հայ քաղուտներու պատմություն, մեր հայկական պատմությունը, երբ որ վերլուծենք, գտեցնենք, որ Գիլիգյան թագավորությունը անգում են ետքը, անի թագավորությունը անգում են ետքը, հայերը ծրված են եվրոպական զարազան երկիրներ, մեծ թիրքերու հասած են ոնդեղ, զինվորական, քաղաքական, հարստություններ ունեցած են, ասկանուններն ապոխված է հիմա, հետքեր չկան, Հնդկաստան, հակին հարստություն ունեցած են, 17-րդ դարում հնդկական օվգանոսեն մինչև Անգլիա շոքայնավերու մեծ մասը հայերուն ցերքներ, լեզուն որ գործածին արևդուրի մեջ հայերեն էր, հիմա ինչ եղած է, ոչինչ, ուրեմն քաղուտները պիտի անեանան, քաղուտը կամ օդարությունը կամ սպիրկը հայրենիք չի դառնար, Գյոթեն գծե, օդար երգիրը հայրենիք չի դառնար, ուստի ես ուզեցի արմադավորվիլ Հայաստանի մեջ, Հայաստանի լեզուն, որ հայերեն խոսին, Փարերուն 120% օդար է, ադոր համար գազմեցինք փարարան, որ գծե փոքրածավալ է 1800 փարունի, գոչվի անհարգի հաջախագի կործածվող օդար փարերու հայերեն համապատասխան։ Պրոբլեմ գծեն, բյուջե գծեն, ֆինանս գծեն, Ռեսպուբլիկա գծեն, հիմա բարեփոխտաբար հանրապետություն գծեն, դե յուրե գծեն, 29640 օդար բարեր կան Հայաստանի հայերենի մեջ։ Ուրեմն, այս բարարանը հրադարագեցինք և ծրիորեն մինչև հիմա 400 դպրոցի տարածած ենք, որբեսի մաքուր հայերեն փարաբաշխարով գործած են։ Իսկ այս երկերուն գլխավոր նպատակը ինչ է, բացի Սիրիային է, ազգային է,
ոդանավորի մեկ հատը գսե ես քեզի գուքամ ուր է հաս ես քեզի գուքամ Հայաստան է մարդս պիտի վերադառնա իր արմատներուն հայուն արմատը Հայաստան է եւ ոչ թե օդար երկիր օդար երկրի մեջ հայը չի գնար արմատանալ Ստուգեցեք մեր պատմությունը 12-րդ տարում Գիլիգյան թագավորությունը ինգավ 10-րդ տարում կամ 11-րդ տարում Բագրատունյաց թագավորությունը ինգավ ուր են աթայերը չգան հայոց ցեղասպանությունը որ թուրքը կատարեց ինչ է նպատակը վերացնել հայը դիրանալ իր Օրանին Հայաստանին հայերս եղած է մենք ընտանիք Արևելյան Հայաստան, Արևմտյան Հայաստան, Գիլիգյան մեկ ընտանիքը Թուրքիա երկուքի բաժնած է մասը գոդորած է մասը թրկացուցած է մասնալ վդարած է իր հողեն, որ հիմա գոչի Թուրքիա, և ներգա վարչակարգը Հայաստանի մեջ, գծե Արևմտյան Հայաստան չգա, գծե քարտեզն այցե կրված է Թուրքիա, Հայաստանի ներգայիս ունիկ վարչակարգը, որ աբասկային է, Սպյուրքը իր մեջ ունի ներուժը ասկային, ադիգա բիդի բադվաստ է Հայաստանի մեջ, Սպյուրքը հային մեկ ոտքը բիդի լա Հայաստան, որ երբ որ ուրիշ երգիրները, հյուրընկալ երգիրները բադահին քաղաքական դաբնուվրայություն հաստատվի Հայաստան, Իմ Հայաստանի մեջ կա 35 քյուղ, մեկ հայ չկա, բարբված են, ինչու սպիրկա հայը գտապարի աշխարհով մեկ, հարստությունը նպատակ չէ, հարստությունը միջոց է նպատակից հասնելու համար, նպատակը երկու է, ասված և ասկ, ասկին փաղաթրիչներն են, ժողովուրդը հայը, հողատարածքը հայրենիքը Հայաստանը, լեզուն հայերենը, գրոնը, մշակույթը, որ ժողովուրդը հողին վրա ապրելով կգազմե և ավանդությունները, սպիրկի մեջ սկսած է արդեն խառնամուսնություններ, լեզուն կգործընծնեն, գրոնքը առաջին կախված է, մշակույթի մասին մասը շատ խաղապարներ չունի, սովորությունները կգործեն, որ դոլմա, քեբաբ ասոնք մինակ հայկական է, այդպես չէ, հայը սպյուրքի մեջ ինքսինքին բիդի հարցնեն, ես ուր եմ, ուր գուզեմ հասնի և նպատակս ինչ է, սպյուրքի մեջ երկար կյանք չեն ունենար, պատմությունը հստակ է, Վենեդիկ, Սան Մարկոյի հրապարակին խանութները, որը տեսնեք, 175 հայերուն կպատկաներ, հայ վաճառականներուն, Լիվորնոյի մեջ վաճառականություն կնեին, մեկ հատ հայ չկա, Բրինդիզի, Բարի, Մանչեստր, շերամափուծություն դարին հայերը, հիմա ուր են, չկան, ուրեմն սպյուրքը Հայաստանի
դիրություն բիդինի։ Ադորամար ես որ YouTube-ին ելույթ կունենամ, գոչեմ հայրենադիրություն։ Սպյուրքը մեջ ավելի հայրենասերներ կան նվիրյալ, քան թե Հայաստանի մեջ։ Ներկայիս Հայաստանի վարչակարգը այլասերած է, հակազգային է, պետք է փոխել դա, ով պիտի փոխել դա։ Սպյուրքը իր իրավունքը պիտի պահանջի, ինչ է այդ իրավունքը, արյան քինը, ցեղասպանության քինը, բոլոր սպյուրքահայերը պետք է Հայաստանի քաղաքացի լան, ասպես Հայաստանի քաղաքացի լան 11 միլիոն հայ, նույն իրավունքով, նույն պատասխանատվությամբ, քվեարկության ժամանակ պիտի ընտրվի նաև սպյուրքահայը խորհրդարանի մեջ, այդ պիտի պահանջի սպյուրքահայը, ցան չհանելով անդարբերությամբ հարցը չլուծվիր։ Թուրքն ու ադրբեջանցին ծրագրած են Հայաստանի հողին դիրանալու, այս վարչակարգը ճիշտ չի խոսիր, սուդի և խաբեության վրա եկած վարչակարգ է։ Ադրբեջանի մեջ քարտեզներ կդարածեն, որ ներկա Հայաստանի 2/3-ին կգոչեն Արևմտյան Ադրբեջան։ Եվ այդ կքարոզեն, եւ պետությունը դրամ հատկացուցած է, որպեսզի այդ կատարել 300,000 ադրբեջանցի Հայաստանի մեջ կուզեն հաստատել։ Ուր է սպյուրքը, ինչու ցանչյաներ, դիրություն պիտին է, անդարբերությամբ առաջ երթար։ Ձեր բոլորի մեջ նույն զգացումը գա, ինչ որ ես ունեցած եմ, բայց ես հանդգնություն ունեցա։ Քապարիտ ծարայով պիտի լաս։ Նայեցեք այդ նկարին, քապարի մարդն էր, ինչ որ գահավատար իր քապարին ադոր գծարայեր կորզնականապես, այդ պիտի ընե սպյուրքահայը, որպեսզի Հայաստանը մնա հայուն, ոչ միայն ներկա սահմաններով, այլ ունենք մենք Վիլսինյան իրավարար վճիրը 162,000 քառակուսի կիլոմետր, որում մորհագը ունենք միջազգայինորեն։ Այդ պիտի դարին միջազգային թատարան, ուրիշ երբ չունի հայը, այլապես ոտնագող կլա։ Դժվար է, այո, դժվար է։ Լեր գրնանք մաքլցին, այո, գրնանք մաքլցին, քաղաքին գրնանք հասնին, այո, եթե քրդինք թափենք, ջանգերով, մաքիններով բարձրանանք։ Իմ ոտանավորս ատ կսե, ես քեզի գուկամ, հեզ ու երկուգած, հողըտ բակնելու, ադե, սպյուրքահայը անգերց պիտի լա, պիտի վերաթարնա իր հայրենիքը և համբուրե այդ